Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի եւ լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից, հայտնել է ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ Կարմիր բերետավոր աքասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բռնություններ կիրառել 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ։ Ոստիկանի գործողությունը դատապարտել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն անընդհատ տվյալներ են ստանում վրացի գործընկերներից, թե քանի մեքենա է Վրաստանի տարածքով անցել Ռուսաստան եւ քանիսն է մնացել։ Վրաց գործընկերներից նաեւ նամակ են ստացել, որ այսօր կքննարկեն հարցը։ Նախարարը միաժամանակ շեշտել է, հայկական կողմը կատարում է մինչ այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հիմա նույնն ակնկալում են վրացական կողմից։ Գևորգ Պապոյանը նշել է նաեւ, որ հայկական կողմը չէ Վրաստանի տարածքով հայկական բեռնատարների անցման տեմպերից։ Հայաստանի տնտեսության վրա Իրանում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցության հետ կապված կառավարությունում որոշակի դատողություններ կան, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, հավելելով, տարբեր զարգացումներ են հնարավոր։ Հնարավոր ռիսկերի սցենարներից մեկի համաձայն տնտեսական աճը 5.1%-ի փոխարեն կարող է լինել 1.3%։ Բացասական ազդեցություններից մեկն էլ կարող է լինել Իրանից Հայաստան մատակարարումների խաթարումները եւ որպես հետևանք իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չի բացառվում նաեւ, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր։ Էկոնոմիկայի նախարարն իր հերթին հայտնել է, որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում եւ Իրանի ճանապարհներին։ Դժվարություններ կան ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում եւ դեպի Իրան եւ երկրի տարածքով։ Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Իրանի խաղաղ բնակչությանը։ Իսրայել Կացը հայտարարել է, թե Թեհրանի բնակիչները շատ շուտով ծանր գին կվճարեն։ Նա նշել է, թե Թեհրանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, փորձելով կանխել Իսրայելի բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 24 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իրանում էլ Իսրայելի հարվածների հետևանքով արձանագրված զոհերի թիվը հասել է 224-ի, որոնց 90%-ը ըստ իրանական կողմի խաղաղ բնակիչներ են։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի եւ Աբշելոնի թերակղզու մեծ մասի խմելու ջրի մատակարարումը դադարեցվել է։ Երկրի ջրային ռեսուրսների կոմիտեի հաղորդագրության համաձայն վթարվել է Օղուզ-Գաբալա-Բաքու մագիստրալային ջրատարը։ Բաքուն եւ հարակից շրջաններն առանց խմելու ջրի կմնան եւս 4 օր, մինչեւ հունիսի 20-ը։ Հանգստյան օրերին Հայաստանի մի շարք մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի եւ կարկուտի հետևանքով վնասվել են 130-ից ավելի շենք շինությունների տանիքներ, տապալվել են ավելի քան 100 ծառեր, վնասվել է շուրջ 4 տասնյակ տրանսպորտային միջոց։ Զոհեր չկան։ Ամենամեծ վնասը հասցրել է հունիսի 15-ի ուժեղ քամին Ապարանում եւ Լուսագյուղ բնակավայրում, տուժել է 5 անձ, որոնք հոսպիտալացվել են եւ անհրաժեշտ բուժօգնություն ստացել։